Չափը 1 մետրով խորությունը հասավ ջրին։ Գրունտային ջրերն այս հատվածում 3 մետրի վրա են նորմայի սահմաններում։ Դրենաժային ցանցը գործում է առանց խոչընդոտների, լրացուցիչ միջամտության կարիք չկա։ Ջուր կա ինքը արդեն, այստեղ աշխատում է այսօրը։ Ինքը մաքրած է արդեն։ Ջրաչափող խմբերը նաև Եռամսյակը 1 Արարատյան հարթավայրում տեղակայված 40 կետում հոսքի հաշվառում են անում։ Այս տարվա առաջին 9 ամսվա տվյալով կոլեկտորադրենաժային ցանցերով մոտ 1 միլիարդ խորանարդ մետր ջուր է հեռացվել։ Գրունտային ջրերի հեռացման եւ նստեցման նպատակը հարակից ոռոգելի հողատարածքների աղակալման, գերխոնավացման, ճահճացման դեմ միջոցառումներն են։ Հայաստանում կոլեկտորադրենաժային ցանցերը տեղաբաշխված են հանրապետության 7 մարզի 106 բնակավայրում։ Դրանք 1066 կիլոմետր բաց, 629 կիլոմետր փակ համակարգեր են։ 2025-ին պետական ծրագրով նախատեսվել էր մաքրել 175.5 կիլոմետր, աշխատանքի 85%-ն արդեն արել են։ Նախքան աշխատանքների մեկնարկը ընկերության մասնագետների կողմից իրականացվում է տոպոգեոդեզիական չափագրություններ, որոշվում է լցվածության մակարդակը, ըստ դրա արդեն սկսում ենք մեր աշխատանքների ընթացքը։ Մաքրման աշխատանքների տարեկան ծրագրում է նաև հովտաշատը, դրենաժներին հատուկ բուսածածկույթից, բերուկներից զատ ցանցում նաև կենցաղային աղբի պակաս չկա։ Դե ջուրը կտանի, բնակիչների կեղծ փոփանքն ինքնախաբեություն է իրականում։ Մերն է, մեր օգտվելունն է, մեզ պետք է գալի ջուրը, ելի օգտագործվում է այլ կարիքների համար։ 2025-ին պետբյուջեից հատկացվել էր 300 միլիոն դրամ ցանցի մաքրման, գրունտային ջրերի մակարդակի որոշման ու որակի ուսումնասիրության համար։ Պլանային աշխատանքները ժամանակին ու ամբողջ ծավալով չանելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան ոչ միայն գյուղատնտեսական, այլև առողջապահական։ Դրենաժային ցանցերի, այսպես ասած, թերի մաքրման արդյունքում 1995-ից 2005 թվականներին Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես Մասիս տարածաշրջանում եղել է մալարիա հիվանդություն։ Հիմա նմուշառումներից հետո լաբորատոր փորձաքննություններով հաստատել են Հայաստանում դրենաժային ցանցով հոսող ջրերը ոռոգման համար պիտանի են։